Պատկերացրեք Նիկոլ Փաշինյանն ու Մակրոնը ասես մագլցելով գնում էին այս մանկապարտեզը։ Հիմա ես գտնվում եմ ժողովուրդ ամեկ թաղամասի հայտնի հայ-ֆրանսիական մանկապարտեզում, որը ՔՊ-ի օրոք փակվել է, փակվելուց հետո լքվել է, մոռացվել է ու գնացել է։ Եկեք այս խայտարակ վիճակը տենանք։ Եկեք էլի ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյանեն 5 տարվա մեջ փակել են այս մանկապարտեզը ու վերածել են հասարակական զուգարանի։ Մի հատ մեծաբերանի պես ասում եք մենք մանկապարտեզ ենք սարքելու, եղածը մի քանդ է կարա։ Այս մանկապարտեզը դարել է Անտուն մարդկանց հավաքատեղի, այսինքն ստեղ եղել են մահեր, ըստ հարևանների պնդման, ստեղ եղել է մի իրավիճակ, երբ որ մարդիկ եկել մտել են, չգիտեմ ինչով են զբաղվել, այրել են եւ դրա արդյունքում մահեր է գրանցվել։ Ամեն օր հարևանները պնդում են, որ շտապօգնությունը գալիս է, ինչ որ անհասկանալի մարդկանց տանում բերում է, ու իշխանությունը սրա մասին գիտի։ Այն որ գլուխ են գովում, թե այսքան մանկապարտեզ ենք սարքելու, էսա ձեր օրոք մանկապարտեզները փակվում, լքվում ու մոռացվում են։ Այս մանկապարտեզը 2018 թվին աշխատող է եղել։ ՔՊ-ի օրոք փակվել է, ջարդվել ու լքվել փողոթողի գնացել է։ Հրաշք իր այգով, հրաշք տարածքով, էլի։ Իրե 400-ը ծառ ստե չորացել են մենակ, հասկանում եք։ Հələ չորացած ծառերի վիճակը նայեք։ Եթե բռնենք, հավաքենք ՔՊ-ին, բերենք, մտցնենք ստեղ, իրանք երևի թե կհասկանան։ Այս նաև հարևան բնակչության համար հակասանիտարական վիճակ է։ Այս զզվելի հոտը, տհաճ, այս հակահիգենիկ, չգիտեմ, ահավոր է ժողովուրդ։ Ուրեմն այս մանկապարտեզը հարևան բնակիչները ասում են, որ դարել է թմրանյութեր պահելու վայր, դարել է թմրամոլների հավաքատեղի։ Տեսնես ՔՊ-ականներ Նիկոլ Փաշինյան, Մակրոնը, որ իմանար, որ դուք հայ-ֆրանսիական մանկապարտեզին սենց եք վերաբերվում, ձեզ ոնց էր նայելու, եկել եմ հերթական անգամ փաստեմ արձանագրեմ, որ այս ՔՊ-ականները ոնց չեն սիրում մեր երեխաներին, ոնց չեն սիրում մեր քաղաքը ու ոնց են իրանք խաբե ու գցե մեր ժողովրդին։ Ու հիշեք 15000 երեխա սպասում է հերթին, սպասում է, որ գրանցվել է գնա մանկապարտեզ։ Խայտառակության վերջը հունիսի 7-ին բոլորս միասին պետք է դնենք։ Մենք հստակ գիտակցում ենք, որ կա սենց խնդիր, կա դրա լուծումը եւ մենք դա կարող ենք անել։ Հետեւաբար ժողովուրդ ջան, հունիսի 7-ին բոլորին կոչ եմ անում գնալ ընտրատեղամաս, կատարել ճիշտ ընտրություն, ընտրել Հայաստանը, ընտրել համար 17-ին եւ ես խոստանում եմ, որ մենք միասին կարող ենք։